մեր սուրբ նահատակները գրավականը նոր կյանքի, սրբոց նահատակած տոնախմբությունը նոր հանգրվան մնե մեր ազգի ու եկեղեցվո կյանքին մեջ, որովհետև մենք կհավատանք, որ ցեղասպանությունը ինչքանով որ դարձավ խաչի ճանապարհը մեր նախնյաց համար, ինչպես Քրիստոս բարձրացավ դեպի Գողգոթա եւ ընդհուպ մինչև խաչելություն, ապա Քրիստոսով ողջ մարդկության, ընդ որում եւ մեր ազգի կյանքի մեջ արձանագրվեցավ հարության խորհուրդով տրոշմված հաղթանակը մահվան վրա։ Ուրեմն սրբոց նահատակած տոնախմբությունը նոր երևույթ մնե մեր հավատքի կյանքի մեջ եւ իր էությամբ իրոք քրիստոնեաշունչ տոնախմբություն, քանզի երբ կտոնախմբենք սրբոց նահատակած հիշադակը, այլևս կփարապանենք անոնց հիշադակը, որ մերժեցին խոնարհիլ մեր հավատքին ու ազգային հագոտնյա արժեքներուն առջև եւ նախընտրեցին խոնարհած մնալ մեր նախնյաց հավատքով նվիրականացած հոգևոր ու փարոյական արժեքներու առջև։ Եվ որոնք են մեր ազգի հոգևոր ու փարոյական արժեքները, եթե ոչ հավիտենական հայրենիքը, մեր քրիստոնեական հավատքը, բազմաթարյան մշակույթը, հայր քրիստոնեական կյանքը, չմոռնանք սակայն ընդգծելու, որ այստեղ հարկ է ավելցնել ներկայի սերունդին դեսիլքը վաղվան օրվան համար։ Սրբոց նահատակած տոնախմբությունը իրոք գարժևորվի, երբ աստվածաշնոր կյանքը գիտենք իմաստավորել ստեղծագործ ոգով ու նոր խոստումներով, անհատապես, թե որպես հավաքականություն, աղոթքի կյանքով պարդ ենք հարգել ու տոնախմբել հիշադակը մեր սուրբ նահատակած։ Հայ քրիստոնյայի հավատքը այլ կերպ կըմբռնե սուրբ նահատակներու տոնախմբությունը։ Մեզի համար ողբի տոն չէ այն այլևս կյանքի տոնախմբություն է, մեր օրհնյալ կյանքը, մեր փառքաված կյանքը, փաստորեն կխորհրդանշե հարության շունչը մեր ազգի հոգևոր ու փարոյական վերածնունդը։ Սրբոց նահատակած տոնախմբությունը իմաստավորվի, երբ հայ քրիստոնյան ողջ միտք կեցված կունի հայրենիքի նկատմամբ։ Սրբոց նահատակած տոնախմբությունը գտարնա ռաշշալի պատկամ մեր նորահաս սերունդին համար, երբ կդառնա ճշմարիտ պատգամաբերը Քրիստոսի սիրո վարդապետության, ոչ միայն խոսքով, սակայն այլև գործքով, սրբոց նահատակած տոնախմբությունը կբարդավորեցնե բոլորս, որպեսզի ունենանք ստեղծագործ կյանք, բոլոր առումներով, ուրիշ խոսքով սրբոց նահատակած հիշադակը տոնախմբել կնշանակե Քրիստոսի հարության շունչը բերել մեր կյանքի մեջ եւ այն փոխանցել որպես անգորընչելի հոգևոր ժառանգը գալիք բոլոր սերունդներուն։ Մեր սուրբ նահատակները գոչ կուղեն մեզ ունենալու ինքնակնություն եւ ապախոստումը դառնալու ճշմարիտ վկաները Քրիստոսի, վկաները մեր պատմության
եւ իմաստնավորի ներշնչելու մեր զավակները, որբեսի իրենց կյանքերը ապրին հավիտենական արժեքներու հետ ցերբերումին դեսիլքով։ Այս ոգով ապրված կյանքը իր մեջ կգրե Աստուծո սերը, հայրենական գարոտն ու սերը Քրիստոսի եկեղեցվով։ Թող մեր սուրբ նահատակներու արդար ոգին մշտապես ապրի մեր էությանը մեջ, որպես լույսը քալիք բոլոր ժամանակներու։ Ամեն։